Եվ գերազանց է աշխատում Դավիթ Հովհաննիսյանը 165 կիլոգրամ եւ նա դառնում է վարժության առաջատար Նասարը հիմա էլ որոշեց 174-ից սկսել Ես չեմ զարմանա որ նա այնքան բարձրացնի մինչեւ բոլորն ավարտեն հետո սկսի Իսկ հիմա թողնենք Կառլոս Տասարին որովհետեւ հարթակում է Դավիթ Հովհաննիսյանը 165 պոկել է իշեստեմ 170-ի Հերթն է ոչ միայն առաջատար կդառնա միանգամից առավելություն կստեղծի 3 կիլոգրամի երկրորդ տեղի հետ պայքարում 5 կիլոգրամանոց քայլ Կանգնում է Դավիթը գերազանց է Եվս մեկ փայլուն մոտեցում ու 170 կիլոգրամ Փաշիկ Ալավերդյանը այսպես գոհունակություն հազվադեպ է գալիս է Դավիթ Հովհաննիսյանը կարծես 173-ով կցանկանան ավարտել Այո 173 պահեց Փաշիկ Ալավերդյան Եկեք նայենք մեկ տարի առաջ Դավիթ Հովհաննիսյանը 169-ով ավարտեց փոքուն վարժություն հիմա արդեն ունի 170 Եվ 173-ը բավական է որոշեց Փաշիկ Ալավերդյանը եւ եթե այս քաշտել ֆիքսի Դավիթը կարող է առնվազն արծաթ նվաճել փոքուն վարժությունում բրոնզն արդեն ապահովված է Երորդ մոտեցում 173 կիլոգրամ Եվ կանգնում է Դավիթ Հովհաննիսյանը ուղղակի անհավանական է այս պայքարը, որը նա մղում է ուժեղացած անրորդը դուրս է գալիս Արթակ Դավիթ Հովհաննիսյան փոքուն վարժությունում երրորդն էր 173 կիլոգրամով Միանգամից կարող է դառնալ եւ հրում վարժության եւ երկամարտի առաջատար Առավելություն կստանա Դավիթաձեի նկատմամբ նաեւ միանգամից կանգնում է Դավիթը Եվ աշխատում է վերևում, պետք է ֆիքսել, Դավիթ պետք է ֆիքսել, մրցավարները չեն համաձայնում։ 3 մրցավարներից 2-ը չեն համաձայնում, որ սա մաքուր կատարում է ցավով։ Եվ իհարկե Փաշիկ Ալավերդյանը Ողոքարկում է, մրցավարների որոշումը հիմա ժյուրին է ուսումնասիրելու, այո, այստեղ զարմունքներում խաղ կար, բայց չէ որ վերջում ամեն ինչ ֆիքսեց, հստակ էր, միթե ուշացած էր, չգիտեմ, հիմա ժյուրիի խոսքն է։ Արայիկ Ալավերդյանը քաշային այս կարգում գողային մրցավարներից մեկ, բայց հիմա նա հասկանալի է ոչինչի վրա ազդել չի կարող, ժյուրին է։ Ուսումնասիրություն կատարում։ Շատ կարևոր պահ է ես համար։ Այո, ամեն ինչ փոխվում է եւ արձանագրում են Դավիթ Հովհաննիսյանի մոտեցումը։ Ժյուրին փոխեց մրցավարների որոշումը, իսկ դա նշանակում է, որ Դավիթ Հովհաննիսյանն 207
Փորձում է երկամարտում 1 կիլոգրամ առաջ անցնել Դավիթ Հաձեից։ Ժամանակ դեռ կա, բայց գնաց Դավիթը, սկսեց վարժությունը, այո դժվար է, իսկ ով էր ասել, որ հեշտ է լինելու, հիմա վերևում է պետք Դավիթը չկարողացավ պահել և այստեղ հուսանք որևէ լուրջ բան չկա և երրորդ մոտեցում Դավիթ Հովհաննիսյանը բաց չի թողնելու ինքնազգամ է։ Վերադառնում է հարթակ վերջին մոտեցումը հայ ծանրորդի 207 կիլոգրամ դեռ կարելի է արծաթե մեդալ կորզել իսկ մեծագույն հաջողության դեպքում նաև ոսկի այս հասկանալի է դրա համար պետք է որ Նասարը 0 ստանա իսկ 0 ստացող Նասար ծանրամարտում եթե չեմ սխալվում մինչև այսօր չի եղել Դե Դավիթ հենց հիմա, հենց այստեղ պետք է դնել բոլոր ուժերը բավական չեղան ցավոք այդ ուժերը